Բարյարև իմ սիրելի հետևորդներ, իմ սիրելի հայեր, այսօր մարտի 21-ն է, ես այսօր առավոտյան 7-8 րոպե դիմավորել եմ արևը, իհարկե շատ հոգնած էի և նորից քնել եմ, ինչու հոգնած, որովհետև ես երեկ նկարահանվեցի և որոշեցի, որ շնորհավորեմ և գիշերահավասարը, գարնանային գիշերահավասարը և իհարկե ձեզ հիշեցնել, որ այսօր 21-ին շնորհավորել ամանորը նաև, իմ հետևորդները արդեն շնորհավորում են, ես դեռ չեմ պատասխանել, իմ մտերիմները գիտեն և ընդհանրապես ուզում եմ շնորհավորել և հիշեցնել, բայց երեք տեխնիկական խնդիրներ առաջացան ու գիտեք ինչ եմ կիսվում այս մասին, կարող եմ ընդհանրապես չխոսել և ձեզ ներկայացնել, պարզապես բանը նրանումն է, որ գիտեք, երբ ես միշտ ասում եմ, որ իմ ուզելով չի, ճիշտ է ինչ-որ իրադարձություն կատարվում է, ես խոսում եմ անմիջապես, բայց էլի այդ օրերը կոնկրետ այդ օրը չեմ կարող մտնել, դա պիտի հասունանա, այսինքն պիտի նաև ինձ թույլ տրվի, այսպես ասեմ, և երեկ ինձ թույլ տրված չէր, երեկ չպիտի ելույթ ունենայի, բայց 20-ներ ես ուզում էի անպայման շնորհավորել ձեզ հետ, բայց թույլ չտրվեց, չստացվեց, ուղղակի չստացվեց, իմ կամքից անկախ առաջացան ուրեմն տեխնիկական խնդիրներ, ինձ հետ ամեն ինչ հիասքանչ չէ, ինձ հետ ամեն ինչ լավ է, այստեղ տեխնիկական հարցերն են, ինչու, որովհետև Մերկուրին այսօր է դառնալու ուղղընթաց, գիտեք ինչն է հետաքրքիր, որ երեկ ինքը դեռևս հետընթաց էր, իր, ինչպես ասում են, չգիտեմ, ինչ-որ բան չասեմ, իր չուզողությունը արեց, Մերկուրին, ասեց չէ 21-ին ես կդառնամ ուղղընթաց, այդ օրը նոր քո հաղորդումը կանես, ես դրա համար այսօր եմ սկսում, այսինքն այս ամենը ձեզ հետ կիսում եմ լոկ այն բանի համար, որ դուք հասկանաք, որ մեր ձեռքը ոչինչ չկա, որ եթե տիեզերքը չի ցանկանում, ուրեմն մենք չենք կարող անել, որքան էլ որ դա կարևոր էր, որքան էլ ես ձեզ ուզում էի անպայման շնորհավորել եւ այլն, իմ ցանկությունը շատ քիչ է, տիեզերքը պիտի ցանկանա այսպիսի ճշմարտություն գոյություն ունի եւ ես դա շատ լավ հասկանում եմ բնականաբար, բայց տեսեք ինքը արեց այնպես ինչպես որ ինքը ուզում էր եւ գիտեք ինչ այ հենց շատ թարմ օրինակ կբերեմ երբ ես ասենք տարիներ շարունակ ասում եմ որ առավելությունը թուրքերի կողմն է աղաղակում եմ քանի տարի է արդեն գիտեք եւ ի տարբերություն հակադրություն ինձ սատանիստ գուշակներն ասում են որ հիմա կմեռնի հիմա սա կլինի եւ ինչներ նաեւ ինձ համար ոչ այդքան զարմանալի բայց մի շարք քաղաքական գործիչներ եւս նշեցին որ հիմա Ադրբեջանը կներքաշվի կռվի մեջ հիմա սա կլինի նա կլինի եւ այլն այդ ժամանակահատվածի համար եմ ես ասում դա չկատարվեց, այսինքն այստեղ բոլորը լինի դա քաղաքական գործիչ եւ այլն, այստեղ չկա այն մշակույթը, որ մարդը պիտի լսի մասնագետին, հա, այսինքն այս հարցով ինչ որ միտեղ պիտի գնաս, դու այդ մասնագետի պիտի խորհրդակցես, գնաս կամ լսես մասնագետի խորհուրդը, կարծիքը։ Միշտեր այստեղ յուրաքանչյուրը մտածում որ ինքը շատ խելացի է եւ ինքը ճիշտ հասկանում, որ այտենց խոճապ են տարածում։ Հետաքրքիր է այդ քաղաքական գործիչները հիմա ինչ են մտածում, երբ այտենց մարդկանց մեջ խոճապ էին առաջացրել։ Ինչևէ, սա այ հենց դրա մասին է խոսքը, որ այստեղ չկա հարգել, լսել, հասկանալ, ընդհանրապես մարդկանց մտավորը շատ հասկանալի է, ինչ եմ ուզում ասել, ինչևէ ես երեկ այդպես բարձր տրամադրությամբ շնորհավորեցի ու այսօր այսպես բոլոր դեպքերում ես ձեզ շնորհավորում եմ իմ սիրելի հետևորդներ, սիրելի հայեր, ամանորը նաև աստրոլոգների տարին է, այնպես որ ես աշխարհի պրոֆեսիոնալ, ոչ թե Հայաստանի սատանիստ գուշակների, այլ աշխարհի պրոֆեսիոնալ աստրոլոգներին, աստղաբաններին ես շնորհավորում եմ, այո, հենց 21-ին է, չնայած որ 20-ին 18:45 րոպե 46 վայրկյան արևը մտել է խոյի նշան եւ տեղավորվել է բարձրակետում, ես հենց այդ ժամին միացա խոսեցի, բայց ավաղ չստացվեց ինչու, երևի թե տարին ցույց կտա, որովհետեւ իմ կյանքում
գիտեք, պատահականություններ չեն լինում։ Եվ ինչու նաև 20 ընկնում է Վեներայի օր իմ օրացույցով։ Իսկ այսօր 21 մարտի Ուրանի օրը դա նշանակում է, ասում է, փոփոխությունների մասին։ Այո, մեզ, քան որ ես տարվա կտրվածքով էի ասելու, շնորհավորելու, ուրեմն տեզերքը ինձ ուղղեց, որ Աննա, դա, քան որ տեզերքի կողմից է նաև սա տրվել ինձ, այս ինչ որ ես անում եմ, իմ օրացույցը եւս ինքը դա ինձ տրվել է, որ ես անում եմ, ասինքն այնտեղ շաբաթը Կիրակին 2 շաբթին փոխել եմ ես եւ տեսեք հենց ընկնում է Ուրանի օրը, այո, մեզ սպասվում է առաջիկա տարիներին սպասում են փոփոխություններ։ Այսա, եւ ուզում եմ ներկայացնել նաև օգտվելով առիթից, երեք էր ուզում, բայց այսօր ստացվեց 26 թվականի իմ օրացույցը, այստեղ ուրիշ վիբրացիաներ են, այստեղ ուրեմն մարտ ամսից է սկսվում եւ նշվում են մոլորակները, հետընթացությունը, որ ժամանակատվածում որտեղ է լինում, դուք իմանում եք նորալուսինը, լիալուսինը, խավարումները, խավարման միջանցքը եւ արդեն կողմնորոշվում եք ինչպես անել, գործերը սկսել, այսքան տարվա կտրվածքով նրանք ովքեր քիչ թե շատ հասկանում են աստրոլոգիայից, իրենք արդեն կողմնորոշվում են, որովհետեւ նշաններ կա, որ իրենց համար, ասենք այդ տարին այդպես հրատապ չի, նշաններ կա, որ իրենց համար շատ կարևոր է, ես նշել եմ կույսերը, աղեղնավորները, երկվորյակները եւ մի քիչ ձկները։ Ձկների համար այս անգամ բարենպաստ է, որոշ տարիներ անց կույսերի համար կլինի բարենպաստ, ձկների համար ոչ բարենպաստ, ես դա բնականաբար կզգուշացնեմ։ Այդ նշանները պիտի մտահոգված լինեն, իրենք փորձեն կարգավորել եւ ոչ թե ավելի խճճվեն։ Բայց ինչևէ դրա համար էլ է պետք ունենալ այդ գիտելիքը, որպեսզի լուրջ վերաբերվել, որովհետև դաշտը լցված է սատանիստ գուշակներով, ես նորից չանդրադառնամ, ամեն անգամ այդ մասին ես խոսում եմ։ Ես սա այստեղ նշել եմ 5 տարի, հա, օրացույցը, այստեղ իմ անցած ճանապարհն է, 5 տարի արդեն լրացել, որ ես ուրեմն իմ օրացույցը ունեմ, սա 22 թվականից, ես բոլոր դեպքերում ցույց տամ 22 թվականինը, 23 թվականը, տեսնում եք, այստեղ ես նույնիսկ ուրեմն ընտրությունը, եթե ինձ տրվում է, ես նկարած դրա եմ ընտրում եւ այստեղ Հայաստանի 23 թվական Հայաստանի դրոշն է, զգում եի, որ մենք տարածք ենք կորցնելու 23 թվականին Արցախն էլ վերջնականապես այդպես հանձնվեց, հա, հիշեք, ես օրերը նշել էի սեպտեմբերի կարծեմ 19, 20, 21, ինչև է, ես այդ 3-4 օրը նշել էի, սա ուրեմն 23 թիվը, սա 24 թիվն է, ահա 24 թիվը եւ սա էլ 25 թիվը, այսօր արդեն 26 թիվը, 20 թվականից եմ մտել ես ասպարեզ եւ 7 տարին է արդեն լիանում, իսկ սա 5 տարի, այնպես որ նրանք ովքեր քիչ թե շատ կապված են հասկանում են աստրոլոգիայից, իրենք կարող են դիմել եւ շատ մատչելի գնով կարող են ձեռք բերել 2026 թվականի իմ օրացույցը եւ արդեն ինքնուրույն կողմնորոշվել, թե ինչ ժամանակահատվածում ուրեմն ինչ է կատարվելու, ինչ է սպասվելու եւ իմ օրինակը ձեզ իմ ցայտուն օրինակը ձեզ թող ինչպես ասում են ուղղորդի հուշի, որ մեր ձեռքերում ոչինչ չկա, մենք չենք որոշում եւ ի վերջո եթե մեր երկրի համար տրված էր ուրեմն Ուրանը ըստ իմ օրացույցի, հա, ձեր օրացույցով Ուրան չի, իմ օրացույցով է Ուրանը եւ սա ասում եմ շատ ճիշտ է, որովհետեւ սա մեծաշով ես չեմ որոշել, դա տրվել է եւ ես դա կազմել եմ Ուրանի օր, որովհետեւ նորից եմ կրկնում Հայաստանի սպասում են փոփոխություններ, հարգելիներս, աշխարհում իհարկե փոփոխություններ կան հայերի համար, նո, տենց մայիսից արդեն դուք, ես կարծում եմ դուք կզգաք այդ փոփոխությունները կամ միգուցե դա նույնիսկ սաղմնավորմաշրջան անցնի, ես հիմա Հայաստանը չեմ իհարկե վերլուծում, որպեսզի ավելի կոնկրետ ձեզ ասեմ, որովհետև լարվածություններ կան անշուշտ, ես չեմ վերլուծում, որովհետև դա շատ դժվար է, շատ մեծ էներգիա ժամանակ աշխատանք եմ կորցնում, որն ազդում է իմ առողջության վրա եւ արդյունքում ինձանից գողանում են ու ոչ մի արձագանք, հա, այսինքն նույնիսկ ինձ ասում են, որ ինչու եք մեծ հետաքրքիր չի, այսինքն այս sense էգոիստներով շատ են լցված են եւ մարդիկ մտածում են միայն իրենց մասին, որ իրենց ինֆորմացիա տալ, իսկ որ քեզանից գողանում են այս փոքր երկրում, քեզանից գողանում են
ներկայացնում են որպես իրենց այլն, դա իրենց հետաքրքիր չի։ Ես չեմ սիրում էգոիստ մարդկանց, իրանք շատ վտանգավոր մարդիկ են, շատ, որտեղ իրենց հետաքրքրում են միայն իրենց վիճակը, երկրում ինչ կլինի եւ այլն, դիմացինի հետ ինչ կլինի, դա իրենց հետաքրքիր չի։ Եվ բնականաբար այդ մարդիկ պատժվում են, տիեզերքի օրենքն եմ ես ասում, որ իրենք են հայտնվում այն վիճակում, որ այսքան վատ վիճակում եւ ու հետո արդեն ոչ մեկին հետաքրքիր չի լինում իր վիճակը, ինքը հասկանում է իր սխալը։ Այսպեսի բաներ կան, այնպես որ սա էլ էսպես չեմ կարող, այսինքն Հայաստանի մասին ավելի կոնկրետ ասել ինչ է լինելու, ինչ չի լինելու, ես միայն գլխավոր իրադարձություններն եմ ասում եւ մի բան նշեմ եւս, որ ես ասում եմ այդ մասին ուրեմն շատ այդպես գաղտնի ձևով հիմա բացում եմ այդ գաղտնիքը, որովհետև հնարավոր է որ 6 ամսվա ընթացքում ես ամեն մի վիդեոյում մի նախադասություն ասեմ, որ 6 ամսվա ուրեմն ինֆորմացիան նախադասություն ամեն մի նախադասություն դա հավաքես եւ դու հասկանաս ինչա կատարվում, ես այդ ձևով եմ ասում, որպեսզի իրենք չկարողանան վերջնական ամբողջական ինֆորմացիան վերցնել, ասենք ինչ-որ մի տեղում ասեմ փետրվարի վերջ մարտ, ասենք մարտին կուտակված է շատ ծանր էներգիաներ, որ ինձ անհանգստացնում է, վտանգավոր ձև կարող է օգտագործվել, այս ամենը ես ասել եմ, մյուս տեղում ասում եմ Իրան, ասենք Իրան, բնականաբար ջհուդների հետ միասին, դա ես ավելի վաղուց եմ ասել, որ իրենք դեռևս նորից հարձակվելու են, իրենց ուզածին պետք է հասնեն, անպայման ոչնչացնեն Իրանին, որքան որ հնարավոր է, դրա համար են իրենք բերել Տրամպին իշխանության գլուխ, որպեսզի դա իրականացնեն, ու այսօր շատ այդպես իրենց համար եզակի հնարավորություն է ընձեռված ու իրենք երևի թե կանեն ամեն ինչ, որ եթե ուրիշ ազդող ուժեր չլինեն, կանեն ամեն ինչ, որպեսզի դրանից իրենք օգտվեն եւ իրենց ուզածին հասնեն այդ սատանիստի ուրեմն ցեղը, սատանիստները։ Եվ փաստորեն մեկ այլ վիդեոյում էլ մի խոսքով ասում եմ ինչ կլինի, ինչպես կլինի եւ այլն։ Այսինքն այդ ամբողջը մի վիդեո նայելով դուք չեք կարող հասկանալ կոնկրետ կանխատեսումը, որտեղ եթե ես ամբողջը ուղիղ ասեմ, ասենք մի վիդեոյում ուղիղ ասեմ լինելու այսպես, բնականաբար ինձանից կգողանան ու կասեն այդ մենք ենք արել, դու ով ես։ Եվ ոչ մի հետևորդ չի դատապարտի գողությունը, կասեն մեզ չի հետաքրքրում, դուք մեզ ինֆորմացիա ասեք։ Եվ օգտվելով առիթից ասեմ նաև, որ այդպիսի հետևորդները թող դուրս գան իմ էջից, օգտվելով առիթից։ Ես չեմ սիրում էգոիստ մարդկանց, նուրբ եմ ասում չեմ սիրում, ընդհանրապես իմ կյանքում իմ շրջապատում էգոիստ մարդկանց ես չեմ սիրում։ Էգոիստը նույնիսկ մարդ չի կարելի համարել իրենց։ Եվ ինչևէ, այսպես մի քանի ամիս պիտի նայես, որ հասկանաս, թե ինչ է լինելու, ինֆորմացիան, որպեսզի ամբողջական լինի։ Սա ձեզ ասեմ, որպեսզի պատկերացնեք, ես հիմա նորից չդնեմ, այստեղ սա եմ ասել, իմ հետևորդները գիտեն, նույնիսկ մի քանիսը նշեցին, որ դուք 20 թվականից ի վեր ասում եք, որ 26 թվականից է սկսվել դժվարությունը, որովհետև երկրներ կա, որ դուք տեսնում եք արդեն լոգիստիկայի դժվարությունները, բենզինի գնի բարձրացումը, որով պայմանավորված է նաև այստեղ տնտեսության, էկոնոմիկային է վնաս հասցվում, որովհետև մեր մոլորակը դա մի ամբողջական օրգանիզմ է եւ եթե մի երկրում այնտեղ այսպես ասած վատ է լինում, մյուսի վրա դա անդրադառնում է, եթե դու ասենք Ամերիկայում, Եվրոպայում, թապես Ռուսաստանում արտերկրում ունես բարեկամներ, որոնք քեզ օգնում են ֆինանսով, այդտեղ եթե վիճակը վատանում է, քեզ չեն կարող օգնել, այսինքն դու այստեղ նստած այնտեղ եթե խնդիրները պատերազմը, այստեղ դու տուժում ես, որովհետև այնտեղ պատերազմ է կամ այստեղ ներմուծել, ուրեմն արտահանել եւ այլն, դա եւս դժվարանում է։ Ֆինանսական կուրսերն են փոխվում, ասենք տվյալ երկրի եւ դոլարի, ասենք շատ առատուր արվում է դոլարով եւ այլն, եւ հիմնական պատերազմները դոլարի հետ կապված։ Ինչևէ, այսպիսի իրավիճակներ են եւ ինչ կատարվեց, ուրեմն տեսեք, ես ուզում եմ 1-2 խոսքով անդրադառնամ, որտեղ շատ ուշ ենք հանդիպում իմ զբաղվածության պատճառով, ես ուզում եմ ձեզ ասել հետևյալը, հիշենք, որ պատերազմը, ես ինչպես որ նշել եմ, փետրվարի 28-ին սկսվեց եւ անմիջապես Խամենեին, Այաթոլլա Խամենեին զոհմատուցեցին
ինչու ջհուդները միացան Ամերիկայի տանդեմ կազմեցին եւ հարձակվեցին պատճառաբանելով, որ Իրանը կհարձակվի, բայց հիմա Եվրոպան ասում է, որ Իրանը հարձակվելու ոչ մի պատճառ չուներ եւ ուզում եմ նշել նաեւ, որ Ամերիկայի հակահաբեկչական կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել պայմանավորված Իրանի դեմ պատերազմով եւ նա հայտարարել է, որ ինքը Իրանին ԱՄՆ-ի համար անմիջական Իրանը ԱՄՆ-ի համար անմիջական վտանգ չի ներկայացնում այսպես շատ ճիշտ արել իհարկե որ հրաժարական է տվել, այսինքն դա վաղեմի ջհուդների վաղեմի երազանքներ, այնտեղ ինչ որ տաճար են բացում, փակում, վերամարմարում, չարնա գալիս մտնում ինչ որ մեկի մեջ, ինչ որ sense սատանական ռիտուալներ են անում, քանզի Հիսուսն է նշել, որ իրենք պողնկությունից են ծնվել եւ իրենց հայրը սատանան է եւ իրենք սատանային էին կանչում, հիշեք Տրամպը, չէ, այդ ինչպես ասում են Էփշտեյնի կոալիցիան սատանիստները, մարդակերները, հանիբալները, այլասերվածները, պեդոֆիլները եւ այլն, հա, իրենք ուրեմն նստած, տեսել եք այդ կադրը բոլորդ էլ Տրամպը նստած սեղանի մոտ եւ իրենք ձեռքեր դրած, այդպես հաղորդակցվելով Աստծուն էին դիմում, որ իրենց գործերը հաջողվի։ Բնականաբար Աստված դա սեր խաղաղություն է, իսկ պատերազմը դա արդեն սատանան է։ Այսքան պատերազմելու համար իրենք դիմում էին սատանային, որպեսզի իրենց օգնի։ Իսկ սատանայի մոլորակում սատանան հենց ծնվում է այդ էներգիայը, որ այստեղ լինեն ցեղասպանություններ, մահեր, համաճարակներ, այստեղ ամբողջ գումարը ուղղվում է զենքին մարդկանց սպանելու համար եւ ոչ թե մարդկանց բարօրության համար, այնպես որ լավ բան այդ մարդկանցից չի կարելի սպասել, եւ մենք տեսնում ենք, որ ընդհանրապես այդ կոալիցիայի մեջ ամբողջ էլիտան է նրանք, ովքեր մեզ ղեկավարում են, այսինքն մեզ ղեկավարում են մարդակերները, այլասերվածները, այսինքն հանիբալները, մարդակերներ եւ պեդոֆիլները, այդ խավնա մեզ ուրեմն ղեկավարում։ Ես նրա մասին, որ այստեղ գաղտնիքներ կան, հիշում եք, երբ որ ես խաչի վերլուծում էի, երբ թե չգիտեք, միգուցե ես կանդրադառնամ այդ թեման ուղղակի ընդլայնելու համար, ուրեմն ես նշել եմ, որ վերևում հա դա ուրեմն այդ նշանն է, որը այն նշանն է, որտեղ գաղտնիքներ են եւ այնտեղ սեր նվիրվածություն չկա, այնտեղ այլասերությունն է, սեքսն է, ոչ թե ինչ որ սերը բացակայում է եւ այդտեղ գաղտնիքներ կան, որ միջև վերջ չեմ բացահայտում, ճիշտ է, հրեղեն ձիու տարին, որ 60 տարի մեկ անգամ է լինում, ինքը շատ բաներ բացահայտեց, բայց միևնույն է, թեկուզ հենց Էփշտեյնի այդ ֆայլերից մենք ամեն ինչ չի, որ իմանում ենք, ամեն ինչ չի, որ ներկայացվում է, շատ բաներ ոչնչացվում եւ թաքցվում է, ինչ որ մի որոշակի հատվածեր ներկայացվում է, այնպես որ այդ վերևում նստած այդ այլասերվածներն են, մարդակերներն են, ու դրանք մեզ ղեկավարում են։ Սա ամբողջությամբ է, որտեղ սա սատանայի մոլորակն է, երբ նորից հիշենք, հղում անեմ Աստվածաշնչին, այն հատվածը, որը Աստծո կողմից հագրված, երբ սատանան տարափորձության Հիսուսին, ասաց այս ամենը քոնը կլինի, որտեղ իր երկիրն է, չէ՞, դա մենք պետք է հասկանանք, որ սատանայի երկիրն է, ասաց այս քոնը կլինի, բայց փաստորեն դու սատանան պիտի ընդունի իրեն, այսինքն դևը մտնի Հիսուսի մեջ, այնտեղ էլ Հիսուս գոյություն չի ունենա, եւ Հիսուսը հրաժարվեց այդ ամենից, որտեղ իրեն դա հարկավոր չէր։ Ինքը չէր ուզում այդպեսին լիներ, ինչպեսին, որ ուրեմն մենք տեսնում ենք այդ մարդակերներն են։ Ահա։ Ես հիմա բացի դրանից մի երկու խոսքով ներկայացնեմ ինչու 28-ին, որովհետև երկուսին դա հրյաների տոնն է Պուրիմը, իրենց փրկության օրը կապված, ուրեմն Եսթերի, Եսթեր, հա, երկու ձևով էլ անվանում են Եսթերի ամբորյական Պողնի Եսթերի հետ, որը փրկեց հրեազգին, փոխարենը գրվում է, որ 75,000 ընդհուպ թագավորի բոլոր խորհրդականներին եւ 75,000 իրանցիներ կոտորեց։ Տեսնում եք, այստեղ Պարսից շահի թագավորի հետ է կապված, լինելով սիրուհին, ինքը մտավ պալատ, իրանք օծ են, օծի նման սատանային մտնում են այդտեղ եւ ամեն ինչ խառնում են, այսինքն եթե որևիցե այդտեղ հայտնվեց ջհուդը, ուրեմն դա քանդվելու է միանշանակ, իրանց էներգիան է այդպեսին եւ իրենք պիտի զոհ մատուցեն, իրենք զոհ են մատուցում,
Եվ այդ պատմությունը ես պատմել եմ, հիմա չեմ անդրադառնա, չեմ մանրամասնի, ժամանակ չկորցնեմ ամեն անգամ Պուրիմի տոնին, ես նվիրեմ իրենց ու խոսեմ այդ մասին, պարզապես նշեմ, որ երկուսին էր եւ պատերազմը այնպեսին է, որ դու չգիտես, միգուցե դա 28-ին հաջողվի, ասենք Խամենեին ոչնչացնել կամ միգուցե մեկին կամ երկուսին դու չես կարող հաստատ համոզված լինել, բոլոր դեպքերում իրենք 2 օր շուտ սկսեցին, որպեսզի կարողանան մինչև երկուսը այդ զոհը մատուցել։ Դրանով էր պայմանավորված, այսինքն եթե իրենք դիմեին պրոֆեսիոնալ աստղաբանի կասեր, որ հիմա շատ վատ ժամանակահատված է պատերազմ սկսելու համար, բայց իրենց պետք չի աստղաբան, իրենք ունեն իրենց դիվային նյութերը, իրենց դիվային աստվածները եւ ժամանակները եւ հենց այդ վատ ժամանակ իրենք պիտի սկսեին, որպեսզի ինքը վատ լինի, ասենց ասեմ, շատ չմանրամասնեմ եւ փաստորեն իրենք դա իրականացեցին, մի զոհ են մատուցում, մոտ 150-ից ավել երեխաներ, չէ, աղջիկ երեխաների գիմնազիա դպրոցը, ուրեմն դա զոհ մատուցեցին եւ Խամենեին իրենք զոհ մատուցեցին եւ նշան, որ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին եւս սպանվել է իր որդու հետ միասին, ինչպես նաեւ հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը եւս սպանվել է, կարողացել են այսքան ղեկավարների իրենք ոչնչացնել, ավաղ Իրանը դեռ ինչ-որ գլխավոր ինչ-որ մի ղեկավար դեռ չի ոչնչացրել, խոսում են, որ Սատանյահուն սպանվել է, բայց մենք դեռևս այնտեղ ինչ-որ դիվային բաներ են անում, իր գիտակցությունը, մտնի մեկ այլ մարմնի մեջ, ասենց սատանայական բաներ կա, վտանգավոր բաներ կա, ամեն ինչ հնարավոր է։ Մեկ այլ մենք տեսնենք հիմա ինչ կլինի, մենք ոչ մեկ չի կարող հաստատ ասել, դա արհեստական բանականությունն է ստեղծում, ինքը իրականում մահացել է եւ այլն, մենք դեռ ստույգ տվյալները չունենք, ես էլ իր քարտեզը չեմ նայել, որովհետեւ ժամանակ չունեմ նայելու Սատանյահուն սատկել է, թե չի սատկել, մեծ հաշվով ինձ համար միևնույն է, ես իր վրա ժամանակ չեմ կորցնի։ Եվ մեկ էլ ուզում էի նշել նաեւ այդ որ ասում են Ադրբեջանի համար վատ է, Թուրքիայի համար վատ է եւ այլն, Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը 166.4 միլիոն դոլարի պայմանագրեր է կնքել, սա էլ ձեզ գիտություն, այնպես որ իրանք շատ լավ զինվում են, այդ մենք պիտի մտածենք մեր մասին, հարգելիներս, այնպես որ Ադրբեջանը զինվում է եւ օգնություն ուղարկեց Ռուսաստանը, Իրան, տեսեք, Ադրբեջանը ուղարկեց օգնություն, Հայաստանը դեռ չի ուղարկել, ասում են սպասենք, եթե Իրանին պետք լինի, մենք ուղարկենք տգետը, թերուս տգետը, այսինքն Ալիևը թույլ չի տալիս, ասում է ես եմ ուղարկում, ես եմ երկրի տերը, ինքը Էրդողանը նույնն են, տնից մեկն է ուղարկում, երկրի ղեկավարը ես եմ, ես ուղարկում, դու ով ես որ ուղարկես, դու ստեղ ոչ մի բան ես, ով ես դու, ինքը մենակ Հայաստանում կարողանում տենց ղժղժալ, իրան զգալ պետության մասին խոսալ եւ այլն, իսկ Ալիևը թքում է երեսին, ծիծաղում է վրան թքում է, ինքը ասում է մենք շնորհակալ ենք Ալիևին, որ ինքը այսպես մեզ էս հնարություն տա, չի ասում, որ մեր գերիներ այնտեղ են դեռևս չի վերադարձվել։ Մի խոսքով չեմ ուզում թերուսի մասին խոսել, միայն նշեմ, որ ես ասել եմ, որ ինքը այդպես կարտադրվի եւ հիմա արդեն ամիսներ առաջ անցյալ տարի ես ասացի, որ ինքը եթե չընտրվի, եթե հանկարծ ինչ-որ իրադարձություններ լինեն, ուրեմն Ալիևին կասի հարցապետությունիկի հատվածը վերցրու բան, տես ինչ ես անում, թող այստեղ իրարանցում սկսվի եւ ինքը այսօր դա ասում է, ուզում եք պատերազմ, եթե ես չունեմ պատերազմ կլինի, այսինքն անդադ վախեցում է, այդ ես պետք լինեմ, որ պատերազմ չլինի, հերթով տարածքներ տամ, այստեղ թուրքացնեմ, այդտենց հերթով, այստեղ կամած աշճանաբար կթուրքացնեմ եւ նույնիսկ ես կարդացի, որ Պոլիտեխնիկ ինստիտուտի լոգոից հանվում է այդ մասիսնոսիսը, այսինքն բոլորը պետք է հանես այստեղ, աստիճանաբար մաքրում, նախապատրաստում է թուրքացման, վաղուց է դա եղել, վաղուց է վիստ ասում երիտ թուրքերի ձեռքում եք, երիտ թուրքերի, որոնք պատրաստվել են եւ այստեղ աստիճանաբար դանդաղ դարձնում են Թուրքիա, խաղության անվան տակ այստեղ կդարձնեն Թուրքիա։
ու տարածքները կհանձնեն, դա 20 թվականն եմ ասել, որ ինքը միայն ես Հայաստանում, որ ինքը մաս-մաս հանձնելու է Հայաստանի տարածքները։ Ինչևէ, սրանով էր պայմանավորված ուրեմն այդ ժամանակահատվածում, երբ սկսվեց պատերազմը, եւ ես ձեզ ասեմ հետեւյալը, հիմա երբ 2026 թվականի ապրիլն եմ ուզում ներկայացնել, ես իհարկե նշեմ լիալուսինը, նորալուսինը, ապրիլի 2-ին տեղի կունենա լիալուսինը, Հայաստանի ժամանակով 11:46 արևելքի լուսինը կհակադրվեն 13 աստիճանում կշեռքի նշանում, իսկ նորալուսինը արդեն տեղի կունենա Հայաստանի ժամանակով 11:51:36 17 ապրիլի արևելքի լուսինը կմիավորվեն խոյի նշանում 28 աստիճանում։ Սա է գլխավոր իրադարձությունը եւ իհարկե ապրիլի 20-ին արևը կմտնի ցուլի նշան, Մարսը, Վեներան, Մերկուրին բնականաբար կլինեն արդեն հետընթաց, այսինքն կփոխեն իրենց նշանները, ներողություն, հետընթաց չեն լինում, փոխելու են իրենց նշանները։ Մարսը ի վերջո կմտնի խոյի նշան, որտեղ իրեն լավ է զգում, Մերկուրին, Վեներան մարտի 30-ին կմտնի ցուլի նշան, դա շատ լավ է, մաքսիմալ օգտագործեք այդ հնարավորությունը։ Եվ դե իհարկե գարուն է գալիս, այստեղ ինքը գեղեցկության, սիրո թեման է բարձրացնում, ավելի շատ գարնանը ավելի կանայք հակված են իրենց ավելի շատ ուշադրություն դարձնելու, փոխելու իրենց զգեստապահարանը, թարմացնելու, գեղեցիկ եւ այլն համալրելու այդ ամենը։ Եվ իհարկե կարևոր իրադարձությունը, ապրիլի 26-ին Ուրանն է փոխելու իր նշանը, 7 ամիսին կտեղավորվի երկվորյակի նշանում արգելիներս եւ ինչու տեսեք, ես որ Վեներայի օրը, 3 Վեներայի օրն էր, որ ես պիտի ելույթ ունենայի, բայց դա ուղղակի չեղարկեց, Ուրանը չեղարկեց, ասես չէ պիտի լինի իմ օրը, որովհետև սպասվում է փոփոխություն, հարգելիներս փոփոխություններ են լինելու հայերի կյանքում, սենց հանգիստը չեք ապրի, կլինեն փոփոխություններ, լարվածությունը մեծ կլինի, ապրումները խորը կլինեն, ընդհանրապես աշխարհում այս վիճակն է, մենք դեռ չգիտենք Պարսկաստանում, հիմա ես փորձեմ ասել իրավիճակը ինչպիսին է տիեզերքում եւ դա ինչպես կարող է անդրադառնալ, այդ ամենը բնականաբար ազդում է մեզ վրա, չի կարող, մենք էլ մոտ ենք Պարսկաստանին, վտանգավոր այստեղ Թուրքիան, Ադրբեջանը, ինչ ընթացք ստանա, ինչ ելք ունենա այս պատերազմը, այս լարվածությունը, մենք անմիջական կախվածություն ունենք։ Եվ հիմա տեսեք, Ուրանը ուրեմն կբերի փոփոխություն, մենք հանգիստ չենք ապրելու, այդպես հանգիստ չենք լինելու ավելի ճիշտ, եւ գիտեք հիմա ես մի քիչ փափուկ եմ ասում, մի քիչ այդպես ինձ հեշտ չի ասել շատ կոնկրետ լավ բան չկա, ես 20 թվականն եմ ասել, որ 26 թվականից սկսվում է, այնպես որ նորություն չի, իմ հետևորդները դա հաստատեցին, որ իրենք ինձ հիշեցրեցին, որ այո, մենք 20 թվականից հիշում ենք, որ դուք ասացիք, որ դժվարություն այդ ժամանակ է սկսվում, հիմա ինչ դժվարություն, այո, որովհետև այս պատերազմները այսպես թե այնպես իրենք ազդեցություն են ունենալու եւ որոշակի դժվարություններ Կուբան այդպես մթության մեջ թաղված է, օրը 2 ժամ տալիս են, հոսանք են ունենում, այնտեղ այդպես լարված բենզինի գները բարձրացել են, դա պայմանավորված շատ այլ բաներ լոգիստիկայով, փոխադրումներով պայմանավորված եւս։ Հիմա տեսեք Ուրանը մտնում է մեր երկիրից, ինչ եմ ասում, ես սպասում եմ փոփոխություն, որտեղ երկօրյակը դա Հայաստանն է, դա ես եմ ասում, մնացածներն ասում էին այծեղ ջուր, հետո տեսան, որ չէ, իմ ասածը ճիշտ է, հիմա սկսեցին ասել երկօրյակ տականքները։ Մի խոսքով, Հայաստանը դա երկօրյակ է եւ մտնում է երկօրյակի նշան։ Այստեղ իհարկե Ռուսաստանի համար շատ լավ կլինի, ես ասել եմ, որ արդեն տեսեք, այս պատերազմը սա ի օգուտ Ռուսաստանին, ես ասել եմ, որ Ռուսաստանը այս ժամանակահատվածը եթե կարողանա լավ անցկացնի, արդեն իր համար լավ է։ Եվ տեսեք, այս ժամանակահատվածը պատերազմը սկսվեց, ի օգուտ դա Ռուսաստանի եղավ, որովհետև բացի նրանից, որ ինքը
ասենք իրանից են բնական հումքը գնում, որի համար շատ անհանգիստ է Եվրոպա, մասնավորապես Մերցը, որ եկեք Իրանի հետ պատերազմը ավարտենք, ոչ թե մտածում է Իրանի մասին, այլ մտածում է, որպեսզի մենք Ռուսաստանից գազ չվերցնենք, գազ չառնենք, որովհետև այդ ինքը հարստանում է եւ այստեղ բա Ուկրաինա Ռուսաստան պատերազմ կա, չէ, բա մենք պիտի հաղթենք, որովհետև նորից գումարներ են տալիս, միլիարդներ են հատկացնում Եվրոպայի երկրները, որպեսզի այսպես շարունակվի պատերազմը անընդհատ հյուծեն, թուլացնեն Ռուսաստանին, երկվորյակի նշան է մտնում Ուրանը եւ այստեղ լավ ջրոցների համար եւ կշերքների համար իրենց կյանքում կլինեն լավ փոփոխություններ, բայց նույն ջրոցները եւ կշերքները նույն հաջողությամբ կարող են ձգա նշանում, կույսի նշանում, աղեղնավորի նշանում, ասենք ունենալ մոլորակներ, կարևորագույն ասենք մոլորակներ եւ այդ դեպքում արդեն տարվա, ասենք այդ 7 տարվա ընթացքում ձեր անձնական քարտեզի, որ տարին ձեզ բաժին կընկնի, այդ ժամանակահատվածում կարող են լինել դժվարություններ, որպեսզի ես զգուշացնում եմ, այն տպավորությունը չլինի, որ Բասեք Աննան ասել էր 7 տարի մեզ համար լավ է լինելու, բա ինչի հիմա մենք այս դժվարությունները ունեցանք, դրա համար դուք պետք է իմանաք ձեր քարտեզը այնքանով, որ գոնե մոլորակները որտեղ են գտնվում, ինչ նշանում, ինչ աստիճաններում են գտնվում, իսկ արդեն ասցենդենտի տները իմանալու համար, ասցենդենտի նշանը իմանալու համար պետք է ձեր ժամը, ճշգրիտ ծննդյան ժամը հաշվարկվի, որպեսզի այդ դեպքում լինի լիարժեք փաթեթը, այսպես ասած, արդեն եւ տներով կիմանաք եւ ուրեմն նշանները կիմանաք, այդ ժամանակ դուք կարող եք նայելով ձեր քարտեզին հասկանալ, որտեղ ես նշում եմ այս նշանները ունեք մոլորակ, դուք նայում եք, տեսնում եք այսինչ աստիճան, դուք ունեք մոլորակ, օքեյ, ուրեմն այսինչ տարվա, այսինչ ժամանակահատվածում ձեզ համար դժվար կա լիսնանք, ում որ արդեն կարևոր գործեր ունեն, ում դա հետաքրքրում է, արդեն դիմում են պրոֆեսիոնալ աստղաբանին եւ ստանում են իրենց պատասխանը իմանալու համար տարվա որ հատվածում է կատարվելու այդ իրադարձությունը, որովհետեւ գիտեք դու պետք է նախորոք իմանաս, եթե եկավ այդ տարին քո հետ արդեն կատարում դու այդ process-ի մեջ ես գտնվում, հետո արդեն դժվար է, անիմաստ է չես կարող, որոշակի հարցեր կան, որ դու նույնիսկ իրավունք չունես միջամտելու, օրինակ ասենք, տեսեք ճակատագրական քարտեզը ես փոխում եմ, դա շատ բարդ գործ է եւ շատ պատասխանատու եւ շատ վտանգավոր նաեւ ինձ համար, եւ ժամանակներ կա, որ ես չեմ կարող փոխել, մարդիկ կան, որոնց ես չեմ կարող փոխել, ես չեմ գնում այդ քայլին, որովհետեւ դա ինձ պետք չի կամ եթե ինքը դժվարության մեջ է ինքը արդեն այդ process-ի մեջ է, ես այդ ժամանակ չեմ խառնվում, չեմ օգնում, ես իրավունք չունեմ, որտեղ դա իմ վրա շատ վատ կանդրադառնա, այնպես չէ որ ասենք, ֆինանսներ եւ այլն շատ զգուշ է պետք լինել ֆինանսների հետ, ես այս մասին խոսել եմ այտենց չպիտի կուրանաս ֆինանսներով ու հետո արդեն դու կկանգնես խնդրի առաջ, այնպես որ հարգելիներս այսպիսի նրբություններ կան, իմանալը կարևոր այդ վաղ օրոք, ինչպես որ ասեցի ճակատագրական քարտեզը, եթե դու արդեն կա այդ մարդու քարտեզում, որ ինքը հիվանդանալու է, ասենք խոցա ունենալու չարորակ եւ այլն, դա ցույց է տալիս քարտեզը, եթե դա այդ մարդուն տարված է կյանքի ինչ-որ երբեմն լինում է, որ մարդիկ իրենք էլ են նախազգում, գիտեք, կամ ասենք ժառանգական դա փոխանցվում է, լինում է, այդ մարդը կա, ծրագիրը ուրեմն շարունակվում է, դուրս է գալիս ինչ-որ մի երեխայի մեջ, թոռան մեջ եւ դա ուրեմն ինքը եւս իր մոտ լինում է, եթե ինքը արդեն այդ process-ի մեջ է, տեսեք, ես այլևս չեմ կարող փոխել, ես չեմ կարող մտնել այդ էներգիայի մեջ, իսկ դա պետք չի 1001 տարի, իսկ նախորոք արդեն նախորոք եւ դեռ ոչինչ չի եղել, այդ ժամանակ նոր կարելի է փոխել ու այդ մարդը կարող է փրկվել այդ վիճակից, դա բարդ, բավականին այդպես բարդ ծրագիր է, դա երկար է տևում, այդպես բավականին եւ էժան չի, որովհետեւ դա մենք գործ ունենք բարդ գործողությունների հետ եւ վտանգավոր գործողությունների հետ։ Սա էլ այսպես ուրեմն կապված ձեր իմացության հետ, քարտեզի եւ ապրիլին ինչ կարող է լինել, ես ասեմ ընդհանուր տրամադրություն է, չասեմ այս մոլորակի ժամանակը մտնում է եւ այլն մարդիկ ասում են մենք միևնույն է չգիտենք, դա մեզ հետաքրքիր չէ։ Հիմա տեսեք ինչ իրավիճակ է լինում,
մենք ունենում ենք հետևյալ, եթե միջև մարտի վերջ, տեսեք, այսպեսի մի բան, մարտի վերջ, եթե իրենք ինչ-որ զենք օգտագործեցին վտանգավոր, որի մասին ես ասել եմ, եւ դա շարունակվեց, այսինքն այն ինչ-որ շարունակվեց, պիտի սկսվի մարտին, ապրիլին, եթե մարտին չսկսեն, այսինքն զենքի ինչ-որ օգտագործում կամ պատերազմը անցնեն ցամաքայինին, դա պիտի լինի մինչև մարտի վերջ, եթե այդ ժամանակ չեղավ, ապրիլին ինքը ավելի հանգիստ է, դժվար թե լինի, դա պիտի լինի մարտին մինչև, ասենք, ապրիլի սկզբերը, եթե ոչ, ուրեմն ապրիլի նոր սկսել, դա դժվար թե լինի, ինքը շարունակությունը կարող է լինել, եւ մինչև մարտի վերջ շատ կարևոր ժամանակահատված է, այստեղ գիտեք մի կողմից ասում է հնարավոր է նստել սեղանի շուրջ քննարկել, այսինքն Եվրոպան դեմ է որ շարունակվի, ասում դա մեր պատերազմը չի, հա, տեսեք հակահայտարարության ղեկավարը դուրս է եկել, մի գեներալ եւս արտահայտվել է որ դա Իսրայելն է, մենք ինչ ենք խառնում, ինչի մեր զինվորները պիտի գնան մեռնեն, ինչի մենք այդքան դժվարությունների միջով պիտի անցնենք, թանկություններ եւ այլն, հա, ասենք Եվրոպան ուրեմն եւ Ամերիկայում նաեւ բարձրաստիճան մարդիկ, այստեղ կարող է նաեւ իր Տրամպի վիճակը լավ չլինել, վատ լինել, որովհետեւ impeachment եւ այլն դժվարություններ կարող են լինել, տեսնենք ինչպես կընթանա, պարզապես բանը նրանն է, որ բոլոր ղեկավար ուրեմն աթոռին պաշտոններին նստած են ջհուդները, հասկանում եք, դրա համար այնտեղ որտեղ ամերիկացիներ են ջհուդ չեն, այսինքն իրենք ազգությամբ նրանք խոսում են, այդտեղ ջհուդները ճնշում են, դրա համար ասենք ճնշումը այդքան ազդեցությունը մեջ չի, շատ դեմոկրատները պիտի ոտքի կանգնեն, բայց դե երկուսն էլ նույն բանն են, այնպես չի, դեմոկրատներն էլ Ուկրաինա օգնում են Ուկրաինային այդ պատերազմում ու ինքը այդպես շարունակվում էր այսպես նշի որ դեմոկրատները լավն են, հանրապետականները վատն են կամ հակառակը բոլորն էլ վատն են, որտեղ բոլորն էլ սատանայի կողմից են տրվում։ Տենց մեծ սպասումներ ունեի, բայց ես զգուշացել եմ որ Տրամպը լավ բանի չի բերում, դա այն վիդեոներում կա, ես հիմա նորից չմիացնեմ, իմաստ չունի։ Ես ասել եմ որ մասնավորապես Հայաստանը ինքը ոչ մի լավ բան չի բերելու, սա դեզի գիտություն։ Եվ հիմա այստեղ ուրեմն մի կողմից նստել բանակցությունների սեղանի շուրջ ինչ որ ասենք դա մարտի վերջին, հա, դա կարող է լինել արդեն, բայց եւ մյուս կողմից, այսինքն այդ ժամանակ մինչեւ մարտի վերջ, եթե ինչ որ կոնկրետ չսկսվեց, մարտի վերջին արդեն պարզ կլինի ինչ է լինելու իրավիճակը շարունակվելու է, որովհետեւ մի կողմից այսենց գիտեք ինչ հակակշիռ է, մյուս կողմից եկեք նստենք, ճնշումը կա բանակցությունների, փորձենք այս հարցը ավարտել պատերազմը, մյուս կողմից չէ, մենք պիտի պատերազմը շարունակենք, այսինքն այդ էներգիան է պատերազմը շարունակելու, այսինքն ջհուդները իրենց հոգին ուզում է դա, իրենք ուզում են էլի զոհեր մատուցել, մեծ փորձուն չէ Գազայում կանանց ու երեխաներին սպանում էին այդքան երեխաներին մատաղարեցին, դրանք սատանայի ցեղն են, քանի է սատանայի ցեղը մոլորակի վրա, իսկ մոլորակը գտնում է չար այդ էներգիայի ձեռքում, նու սատան ասեն, գտնում է իր ձեռքում սիստեմն է, սատանայական սիստեմն է, ինքը պահում է իր ազգին եւ իր գործիքը փողը, դրա գումարը, ինքը տրվել է ֆինանսները տրված են ջհուդներին ու քանի ջհուդները կան, եթե սիստեմն իրենա ջհուդները կլինեն, ջհուդները միշտ կբերեն, կցեղասպանեն, եկեք հիշենք, որ երի թուրքերը հայերին ցեղասպանեցին ջհուդները թուրքերի ձեռքով։ Ու հիմա իրենք ուզում են մյուս երկրներին, ՆԱՏՕ-ի մյուս երկրներին եւս անդամ ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի Իսրայելը իր հարցը լուծում է մյուս երկրների ձեռքով։ Ինքը սովոր է այդ ձևով անելու։ Ինքը քաշում է մի կողմ, մյուսների ձեռքով հարցերը լուծում է։ Այսպիսի բաներ կան, այնպես որ այստեղ հակակշիռ այսպես պահում է, որ մյուս կողմից սա է, պատերազմ, մյուս կողմից եկեք զրուցենք, այսպես հավասար ուժեր են։ Ու հիմա դրանցից որ մեկը ինքը կարող է հաղթել։ Իհարկե որքան որ հեռանում է, ես ասացի պիկը դա գալիս է մարտի կեսերին, ինքը մի ամիս, երկու ամիս կարող է տարածվել։ Այսինքն եթե հիմա իրանք անցնեն ցամաքայինի, դա ամիսներ կարող է տևել։ Իսկ եթե արդեն այս ընթացքում որոշեն կամ ինչ որ դա կարող է մարտի վերջ ավարտվել, եթե շարունակեցին անցած համակայնումը դա ամիսներ կգնա, որտեղ այս ժամանակահատվածը մինչև մարտի վերջը, հա, ինքը լինելու է որոշակի, կգան համաձայնության, թե չեն գա համաձայնության, որտեղ այդ ուժերը հավասար են, դուրս են եկել իրար դեմ։
որպեսզի ավելի հստակ ես այստեղ պիտի նայենք գիտեք երբ որ ինչ որ մի բան լինի ես միգուցե լարվածություն լինի կամ եթե զգամ որ պիտի խոսեմ կխոսեմ իմ մոտ այդպես է ոնց որ 20 թվականի պատերազմը ասում եմ զգուշը պետք լինել հարկավոր է ողջ մնալ այդ տագնապը կար եւ դրա համար եթե ես ինչ որ տագնապ զգամ ինչ որ մի բան լինի ես դա ձեզ կզգուշացնեմ որովհետեւ դժվար ժամանակներ են եւ մենք հանգիստ չենք կարող լինել, որովհետեւ Հայաստանի համար այդպես թռուցիկ ես նայել եմ, կա լարվածություն, հպարտը հոգեվիճակը կփոխարինվի արդեն ֆիզիկականին, ֆիզիկապես որոշակի խնդիրներ կունենա, աստվածտա ինսուլտը խփին գնի տեղաշոր ու չկարողանա այտենց տանջվելով գնա, էլի ինֆարկտ միանգամից պետք չի լինի, ինսուլտով չբուժվող, չվերականգնող ինքը տենց մնա գանված անկողնում ու աչքերը չռված գահին ու հարստությանը իր ամբողջ իհարկե ընտանիքով հանդերձ ինչևէ տեսնենք ինչ կլինի որովհետև բավականին լարվածություն կա լարվածությունը փոփոխությունը արդեն մտնում է ապրիլի վերջ մայիսի սկիզբ արդեն մտնում է սիրելի հայեր մեր կյանք այստեղ ֆինանսական փոփոխություններ կլինեն ֆինանսական դժվարություններ կլինեն միգուցե թանկություններ եւ այլն Եվ այնտեղ եւս կա մի ասպեկտացիա, որի մասին ես տարիներ շարունակ խոսում եմ ինչևէ, եթե պետք լինի, ես կմտնեմ եթեր կմեկնաբանեմ, կպարզաբանեմ եւ փաստորեն հիմնական, գիտեք, հիմնական իրավիճակը սա է, որ երկու ուժեր ապրիլը ավելի հանգիստ է մարտի հարաբերությամբ բայց դա չի նշանակում կարող է ոչինչ չլինել դա կարող է լինել հանգիստ բայց մարտը այն վատ էներգիան կա որ ասեն ես շատ անհանգստանում եմ պատերազմը կլինի եւ ինքը տարածվում է մոտ 1-2 ամիս հիմա ինքը ինչքան մենք հեռանանք կարողանանք ձգել այստեղ ինքը այդ էներգիան կարող է թուլանալ ինչ որ այլ միջամտություններ կլինեն ու կարող է թուլանալ դրա համար եմ ասում որ մինչեւ մարտի վերջը ինքը կարեւոր ժամանակահատված է որոշելու համար Այսպես, այստեղ մոլորակներ կան, որ շատ ուժեղ են ու իրանց սիրտը պատերազմ ուզում։ Սա եւս ինքը վտանգավոր է, պարզապես այստեղ բոլոր, այսինքն առանձին պետք է նայվի ջհուդներինը, Պարսկաստանին, Իրանի քարտեզ առանձին նայվի, մի խոսքով այդ բոլորը նայվի եւ հասկացվի ինչ է լինելու, պետք է մտնես էներգետիկ դաշտը, որպեսզի դու հասկանաս, իսկ դա դժվար է։ Ես էլ դրա համար առանձնապես ասել եմ, որ կլինի պատերազմ եղել է Հիմա մնացածը ինձ համար դժվար է ծանր ցանկություն չունեմ առանձնապես բայց տեսնենք ինչպեսի լարվածություն կլինի ես բոլոր դեպքերում ձեզ տեղյակ կպահեմ եւ ասեմ որ միգուցե այսօրվանից միգուցե վաղվանից ես արդեն կներկայացնեմ կենթանակերպի նշաններ ասեմ որ առաջատարը բնականաբար կարիճներն են հետաքրքիր պայքար է գրում կարիճներ այծեղջուր առյուծ կշակ այսինքն տեսեք կարիճ, կշակ, այծեղ ջուր հիմնականը իրենք են, այդ երեք տեղերը պահում են եւ հենց կարող են տեղափոխվել ձկները, առյուծները գան առաջ, հետո հետ գնան, բայց այդ երեքը առաջին վեցինակից դուրս չեն գալիս, առաջին եռյակը միշտ իրենք են պահպանում, տեսնում եք, շատ հետաքրքիր է։ Այնպես որ սիրելի կարիճներ, սա ասեմ, որ սկսելու եմ ձեզանից ասցենդենտի նշանով կարիճներին է վերաբերում եւ արևի նշանով կարիճին է վերաբերելու, այնպես որ ուշադիր եղեք Ես կանդրադառնամ եւ տրամադրությունը այդպեսին է ապրիլին դուք հավանաբար այդ փոփոխությունները կզգաք գիտեք հնարավոր է ինչ որ ժամանակ լավ փոփոխություններ լինեն եւ ինչ որ ժամանակ ոչ լավ փոփոխություններ բոլոր դեպքերում ինքը այնպեսի տեղում է գտնվում որ լարվածությունը ավելի մեծ է Եվ ինքնաբերաբար մենք հասկանում ենք աշխարհում այս իրադարձությունները, որ լինում են, բնականաբար լարվածությունը արդեն մեծ է, պարզապես ես փաստն եմ արձանագրում։ Եվ դա ասել եմ շատ ավելի վաղուց, քարտեզը վերլուծելիս ես արդեն դրա անդրադարձել եմ եւ ասել եմ։ Այսքանով ավարտենք։ Ես նորից շնորհավորում եմ Ամանորը, գիշերը հավասարը, գարնանային աստրոլոգների, աստղաբանների ուրեմն եւս շնորհավորում եմ աշխարհի
եւ օրացույցի վերջի պահին կարողացա հասցնել օրացույցի հետ կապված եւս եւ մի կարևոր թեմա ավարտեմ ծննդյան օրվա հետ կապված դուք տեսնում եք ծաղիկներով բավականին շատ ծաղիկներ գիտեք ոչ թե խոսեմ իմ ծննդյան մասին, պարզապես հետաքրքիր ճակատագիրը պատահական մարդիկ չեն դառնում պրոֆեսիոնալ աստղաբան, իրենք ունենում են այդ տվյալները անպայման։ Եվ գիտեք ինչ, աստրոլոգիայում կան օրեր, որոնք կոչվում են զրոյական օրեր, մոտ 5-6 օր, որոնք կոչվում են զրոյական։ Դրանից հետո նոր արդեն դրվում է սկիզբը։ Ես ծնվել եմ հենց այդ զրոյական օրերից մեկում։ Զրոյական, որը կարծես թե ինքը ամեն ինչ նոր սպիտակ թերթից է սկսում, հա, սկզբից ինքը զրանում է, ամեն ինչ մաքրվում է եւ դու կարողանում ես ծնվել, հա, այդ գիտեք զրոյական իր մեջ նաեւ ամեն ինչ մաքուր, հա, այդպես ծնվում ես եւ զրոյականը եւ նոր սկիզբը դրվում է, այսինքն գալիս է ժամանակը, այստեղ ոնց որ գնում է մաքրման process-ը ու նոր սկսվում է այդ զրոյական օրերում ծնվել եմ ես ու գիտեք ինչ դա կատարում է որից հետո արդեն գալիս արևը մտնում է խոյի նշան գտնում է իր բարձրակետում այսինքն տեսեք ինձ կարծես թե պատրաստում է ծաղիկներ, նվերներ, քաղցրավենիքներ, ես էլ քաղցր սիրում եմ, դժբախտաբար, քաղցրավենիք եւ մի խոսքով այդ ամեն ինչը ինքը շարունակում է եւ դու կարծես ամանորը դիմավորում ես արդեն այդ տրամադրությամբ, արդեն այդ էներգիա խոսքը սեղանի պարունակությունը չի, նվերների քանակը չի կամ ծաղիկների, ծաղկեփնջերի քանակը չի, այստեղ էներգիայի մասին եմ ուզում խոսել, որ նույնիսկ իմ ծննդից 2 օր առաջ ես արդեն զգում եմ այդ էներգիան, ինքը մոտենում արդեն իմ տրամադրությունը փոխվում է, արդեն լցվում է իմ շուրջը եւ այդպես շարունակվում է, նշան որ 12 օր ծննդից ես դրան էլի եմ անդրադարձած առաջ անգամ չի, 12 օր դեռևս ցանկալի որ դուք լավ նշեք, այսինքն այդ 12 օրը նշում են 12 ամիսները, միջև մյուս ծնունդը ձեր, հա, հաշվում եք 10, ուրեմն 12 օրը, ամեն մի օրը յուրաքանչյուր ամսին է համապատասխանում, սա իմացեք, եւ եթե անկախ ձեր կամքից ինչ որ մի օրը լավ չի, տեսեք որ օրն է, այսինքն դա համապատասխանում է այդ ամսվան։ Այսպիսի բաներ կա, այնպես որ դեռևս փաստորեն ես այդ օրերի այդ էներգիայի մեջ եմ եւ այդ էներգիայով գալիս է եւ լինում է արևը հայտնվում է բարձրակետում, տեղավորվում է ավելի ճիշտ բարձրակետում եւ այստեղ նորից նշվում է, հա, եւ իմ 12 օրվա մեջ է մտնում արևի բարձրակետը եւ ամանորը այսինքն լավ բան։ Ես ուրախ եմ որ ծնվել եմ այդ ժամանակ, որ ես ձուկ եմ, շատ ուրախ եմ եւ ինձ հնարավորություն անձեռվել ծնվել, հետո նոր դիմավորել, ծնվել, որպեսզի դիմավորել արևը բարձրակետում, ոչ թե արդեն ինքը բարձրանա բարձրակետ, նոր ես ծնվեմ։ Դրա համար եմ ասում պատահականություններ չեն լինում, իրական աստրոլոգները իրանք ճիշտ ժամանակին են ծնվում։ Բայց ինչ եմ Հայաստանում ծնվել չգիտեմ, ժամանակը ցույց կտա, այսինքն միտեղ, որտեղ որոնց հետ մարդկանց հետաքրքիր չի պրոֆեսիոնալ աստրոլոգիան, մարդիկ չեն սիրում կարդալ, ու ես ցանկանում եմ, գիտեք ինչ, այս ամանորին ես ցանկանում եմ հայ ժողովրդին իմաստնություն կրթվել, լինել գրագետ, որտեղ արժևում ժամանակները դժվար են, իսկ միայն այստեղ կարող է օգնել ձեր գիտելիքը, եթե գիտելիք չունեք, ձեր վերայով կանցնեն կոչնչացնեն, ու հետո գբողոքեք ինչ է, այսպես ինչ է, այնպես, տամար ունեցեք գիտելիք, ունեցեք իմաստնություն, խնդրեք իմաստնություն, գիտելիք թող լինի, դա եմ ցանկանում հայ ժողովրդին, որպեսզի մենք այս վիճակում չլինենք, որովհետև ասում են, չէ, ինչ ղեկավար ժողովուրդը արժանի իր ղեկավարին, ինչ ժողովուրդ կա, այն էլ ղեկավարն էլ այդպեսին պիտի լինի, ես չեմ ուզում, որ այնպեսի մասսա լինի, որ այդքան ասում ենք դեգրադացված ժեղ կամ, չգիտեմ, զոմբի եւ այլն տարբեր անվանումներ կան, հա, այդպեսին չլինի, որ իրանք նայեն հասկանան, որ ասենք թերուսը հոգեխանգավես չի կարող երկիր ղեկավարել։ Այդ դրա համար պետք է ունենալ գիտելիք։ Եվ եթե գիտելիք ունենաք, հեռու կլինեք սատանիզմից, հեռու կլինեք թուղթուգրերից,
այդ սատանայական բաներից, թալիսմաններից, կարգցողներից եւ այլ սատանիստներից, մի խոսքով լոտո ֆրցնող սրիկաներից, մի խոսքով այս ամեն ինչից արդեն դուք հետ կլինեք, բայց քանի որ մենք ժողովուրդը դրված է 12-րդ տան, ես ինչ եմ իմաստություն ցանկանում ժողովուրդը ըստ ճակատագրի դրված է 12-րդ տանը, որը նշանակում է, ասել եմ, նարկոտիկներ, բանտեր, մարդկանց տենց լցնում են կախարդություններ, մարդիկ անջատված, իզոլացած, իրենց կյանք առանձնապես լավ չի եւ դրա համար էլ այդտեղ ծաղկում է այդ սատանիզմը ծաղկում է եւ այդ օդը այստեղ Հայաստանը լցված է սատանիզմով լցված է հասկանում եք որտեղ պարարտ հող կա տեսեք ինչու տեզերքը ինձ թույլ չտվեց երեք ես ելույթ ունենայի ասես չէ այսօր պիտի լինի որտեղ ուրանը պիտի լինի որովհետեւ ուրանը ցույց է տալիս որ անպայման ուրեմն փոփոխություններ են լինելու հեշտ չի լինելու այնինչ ես եթե երեք ելույթ ունենայի, ստացվեր երեկվա իմ ելույթը Վեներան էր, ու դասեի ամեն ինչ գեղեցիկ է, շքեղա եւ այլն, բայց ասես չէ, այդպես բան չի կարող լինել։ Եվ ստեղծեց ինձ համար մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որպեսզի դա չիրականանա, որպեսզի ես այսօր կարողանամ ավելի հանգիստ, հիմա ես ինձ հանգիստ եմ զգում, որովհետեւ ճիշտ էներգիաներն են հիմա։ Ամեն ինչ ճիշտ է, դրա համար շատ սահուն ու հանգիստ էս ամեն ինչը գնում է։ Իսկ ինձ երեկվանը դուր չեկա, որովհետև հասկանում եմ, որ իմ մեջ ոնց որ հագուստը, գիտեք, հագուստ ես կրում եմ, ասենք տվյալ օրվա համար կամ նույնիսկ հաղորդման համար ես հասկանում, որ ես չեմ կարողանում այդ հագուստի մեջ, ես ինձ լավ չեմ զգում, իմ վրա ես ամեն ինչն եմ զգում, հասկանում եք, հագուստից սկսած, որտեղ դա ազդում է, սխալ կերպարը ազդում է ինձ վրա։ Սենց բաներ կա հետաքրքիր։ Այսքանը իմ սիրելի հետևորդներ, ես ամենայն դեպս ձեզ մենակ չեմ թողնի, ձեզ չեմ լքի, եթե ինչ-որ հարցեր լինեն, ես եթե զգամ ինչ-որ բաներ կմտնեմ և անպայման ձեզ տեղյակ կպահեմ, ոնց որ մնացած բաներն եմ տեղյակ պահել։ Եվ ցանկալի կլիներ, որ նման հոգացավությունը նաև լիներ ձեր կողմից, ես իհարկե կան իմ շատ լավ հետևորդներ, բայց մենք պիտի կարողանանք դատապարտենք չարին, ես ձեզ միշտ ասում եմ դատապարտեք չարին և ունեցեք իմաստնություն գիտելիք, որպեսզի չարը քչանա։ Գիտելիք որն է, գիտելիք ինքը լույս է, լավ գիտելիքը, ճիշտ գիտելիքը, կարդացեք շատ կրթվեք։ Այսքանը լավ եղեք, մենք կհանդիպենք, առայժմ։